Այսօր քննչական հանձնաժողովի նիստում քննարկվել է ԶԼՄ-ների եւ խոսքի ազատության խախտումներն ու ճնշումները վերջիններիս վրա, ինչպես նաեւ մարդու իրավունքների խախտումները։ Նրանք լսել են ԻՄԵԴ-ի հեռուստաընկերության սեփականատեր Իրակլի Ռուխաձեին։ Նա հիշել է 2007 թվականի նոյեմբերի 7-ի դրվագները, շարունակվող անկարգությունները, Սաակաշվիլիին հիշատակեց Կեզարաշվիլիի ու Գուլավա Բոկերյային։ Զրույցում անդրադարձ է կատարվել Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքի վրա ևս։ Շալվա Պապուաշվիլին տարածում է ևս մեկ հայտարարություն։ Տագնաբալի է, որ Բրյուսելի եւ Եվրամիության դեսպանատան գործողություններով կամ անգործությամբ Բրյուսելը գնալով իրեն նույնականացնում է ատելության եւ բռնության հետ։ 3 Եվրամիության հանձնակատարներից մեկը դիմել է վրաց ժողովրդին։ Ուժեղ եղեք, պայքարեք եվրոպական արժեքների համար, մենք ձերն հույս ունենք։ Մեր հասարակությանը արդեն լավ է հասկացել, որ երբ դիմում են բրյուսելցիներին, նրանք նկատի ունեն արմատական ընդդիմությանը եւ ՀԿ-ներին։ Քաղաքական գնահատականների թեմա են ոչ խաղաղ ճանապարհով իշխանության մասին ընդդիմադիր ներկայացուցիչների հայտարարությունները։ Գեդեվան Փոփխաձեն Կավկասյուս հեռուստաընկերության եթերում ասել է, որ աջակցում է մայիսի 26-ին արմատականացմանը եւ որ խորհրդարանի շենքը պետք է պիկետ անել։ Նա նաեւ հայտարարել է, կան շատերը, ովքեր պատրաստ են բանտ նստել, մեռնել եւ իրենց զոհաբերել։ Ընդդիմության մի մասը կոչ է անում պիկետ անել շենքերը եւ նույնիսկ կաթվածահար անել իշխանությունը։ Քաղաքական գնահատականների թեմա է նաև TV Պիրվելիի հեռարձակված, այնուհետև սոցցանցերում տարածված նամակը, որը վերաբերում է ցույցերի ժամանակ ձերբակալված անձանցից մի քանիսին։ Նամակի մի հոդվածը վերաբերում է հանրահավաքների ժամանակ Միխայիլ Սաակաշվիլիին պատկանող պաստառների տեղադրմանը։ Զուգդիդիում տեղի ունեցած միջադեպը ուշադրության առանցքայինում է։ Գիշերը ռեստորանում պատգամավոր Իրակլի Զարկոային դիմավորել են «Ժամանակն» կուսակցության շրջանային ղեկավար Մարիամ Սիջինավան եւ քաղաքացիական ակտիվիստ Կարեն Սեբուան։ Ակտիվիստները բառացիորեն հայհոյել են պատգամավորին, ասելով, որ Զարկոան իրավունք չունի լինել Սամեգրելոյում։ Տեսանյութը տարածվել է սոցցանցում։ Մարիամ Սիջինավան ներողություն է խնդրում հասարակությունից իր վիրավորական խոսքերի համար, սակայն նշում, որ Զարկոան արժանի է նման վերաբերմունքի։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Մաճավարյանին ընդդեմ Վրաստանի գործով որոշումը։ Ալեքս Մաճավարյանին 5 կետից միայն 1 մասով է արդարացվել։ Դատավճիռի համաձայն հավաքների եւ արտահայտվելու ազատությունը, ինչպես նաեւ արդար դատաքննության իրավունքը չեն խախտվել։ Գործը վերաբերում է Մաճավարյանի 2020 թվականի նոյեմբերի 9-ին Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքին վարելափայտ հասցնելու փորձին, որը հանգեցրել է նրան վարչական կալանքի։ Գեորգի Տղեբուլաձեն նշանակվել է Թբիլիսիի փոխքաղաքապետ։ Նա երկար տարիներ զբաղեցրել է քաղխորհրդի նախագահի պաշտոնը։ Փոխքաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Իրակլի Խմալաձեն տեղափոխվել է գործադիր իշխանություն եւ նշանակվել արդարադատության փոխնախարար։ Կառավարության նիստում նա խոսել է ենթակառուցվածքային ծրագրերի մասին։ Միգրացիոն վարչության եւ սահմանապահ ոստիկանության աշխատակիցները համատեղ միջոցառումների արդյունքում ձերբակալել են օտարերկրյա 5 քաղաքացու։ Հետաքննությամբ պարզվել է, որ ձերբակալված անձինք գտնվում են երկրում առանց օրինական հիմքերի, հաշվի առնելով օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին Վրաստանի օրենքը։ Նրանք չարաշահել են ապաստանի ընթացակարգով սահմանված ժամկետները եւ տարիներ շարունակ առանց օրինական հիմքերի մնացել են երկրում։